Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Օքսիջեն հիմնադրամի համակարգմամբ, գործընկեր կազմակերպություններն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցը։ Ծրագիրը իրականացվում է նաև ենթադրամաշնորհառու կազմակերպությունների միջոցով, որոնք իրենց ուրույն փորձը եւ գիտելիքներն են բերում ծրագրի տարբեր բաղադրիչներ իրականացնելու։ Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում քաղաքացիական հասարակության կառույցների կողմից համակարգված եւ վերահսկվող մշտադիտարկման աշխատանքների իրականացում ընտրությունների ժամանակ, որոնք նպաստելու են արդար եւ ազատ ընտրությունների, թափանցիկ ընտրությունների անցկացման Հայաստանում։ Ծրագիրը ունի տարբեր բաղադրիչներ, որով անդրադառնում է Հայաստանում տարբեր խոցելի խմբերի ներգրավման ընտրական process-ներում, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը, կանանց ներգրավության խթանմանը, ինչպես նաև երիտասարդների, ովքեր որ առաջին անգամ ընտրողներ են։ Մենք տարբեր հնարավոր ձևերով փորձում ենք նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, դրա պաշտպանությանը, դրա ամրապնդմանը։ Այդ թվում նաև ընտրությունների միջոցով, ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությամբ ընտրությունների որակը բարելավելու մասով, ընտրողներին կրթելու մասով, որպեսզի ընտրողները լինեն ավելի կրթված եւ ավելի դժվար տրվեն մանիպուլյացիաներին, ավելի դժվար տրվեն տարբեր հակաժողովրդավարական process-ներին, ավելի դժվար տրվեն ընտրակաշարք վերցնելու գայթակղությանը։ Դիտորդները դիտարկել ընտրությունները թե երկարաժամկետ ժամանակահատվածում, այսինքն քարոզչության փուլում, իսկ այժմ ընտրությունների դեպքում ընդհանրապես 2 փուլով, հա, մինչև պաշտոնական մեկնարկը եւ պաշտոնական մեկնարկից հետո, իսկ թիմ ընտրությունների ընթացքում արդեն նաեւ ամեն համայնքում առանձին տեղի ունեցող ընտրությունները կարճաժամկետի ընթացքում դիտարկել են եւ տեղամասերը, եւ տարածքային ընտրական հանձնաժողովները եւ ունեցել են շրջիկ դիտորդներ։ Տեղամասերում ներկա գտնվելը մենք հստակ տեսել ենք, որ կանխարգելիչ գործառույթ է իրականացնում, որտեղ կան դիտորդներ, հանձնաժողովը շատ ավելի ուշադիր է, շատ ավելի կարգապահ։ Շատ լայն հանրության շերտերին փորձել ենք բացատրել մի քանի անկյունակարային բաներ կապված ընտրությունների կարևորության, ընտրությունների մեխանիզմի առհասարակ եւ որոշ արգելված արարքների մասով, ինչպիսին է ընտրակաշարքը, ինչպիսին է վարչական ռեսուրսի չարաշահումը, գործատուի կողմից ընտրողի վրա ապօրինի ճնշումները եւ այլն։ Ինչքան որ օրինակ նախատեսում ենք մարդկանց հասնել Եվրոմիության ֆինանսավորման արշավի սահմաններում, հասել ենք դրան շատ ավելի շատի։ Մեր բաղադրիչը հենց ընտրությունների լուսաբանման բաղադրիչն էր եւ նպաստելը, որպեսզի ընտրությունները Հայաստանում լուսաբանվեն օբյեկտիվորեն, անաչառ եւ անկողմնակալ։ Իսկ կարծում եմ, որ մենք մեր արժեվ դրած նպատակներին հասել ենք, քանի որ ծրագրի արդյունքում ստեղծել ենք մեծաբովանդակություն, դրանք եղել են քաղաքական բանավեճ հարցազրույցներ, վերապատրաստել ենք 21 ուսանող սկսնակ լրագրողների, ովքեր հետո բոլորը ներգրավել են ընտրությունների լուսաբանման գործընթացում, շատ հաջող աշխատել են։ Ծրագրի արդյունավետությունը զգացի ես ու բոլոր այն լրագրողներն, ովքեր մասնակցել են ծրագրին, քանի որ լրագրողներն, ովքեր նոր են ավարտել կրթությունը կամ դեռևս դրա ընթացքի մեջ են գտնվում եւ չունեն փորձ, դա չեն կարողանել այն հմտությամբ, որով արեցին ընտրությունների տրեյնինգից հետո, այս առումով այո, ծրագիրը կարծում եմ արդյունավետ էր մեզ համար։ Իրականացրել ենք 6 անիմացիոն հոլովակներ, որը ցուցադրվել է 7 մարզերում որպես իրազեկող անիմացիոն հոլովակներ եւ մեդիա արշավ ընտրությունների կապակցությամբ իրականացվել է 6 դեպատ։ Կարծում եմ ընդհանուր ծրագրի իրականացումը բավականին հաջող էր, քանի որ նմանատիպը շատ քիչ է լինում Հայաստանում։ Ծրագրի շրջանակներում մեր կազմակերպությունը աշխատել է 2 բաղադրիչով՝ տեղեկատվական եւ վերլուծական։ Տեղեկատվական բաղադրիչով մենք անցկացրել ենք Women's Voice կանանց ձայնը տեղեկատվական քարոզարշավը, իսկ հետազոտական բաղադրիչով փորձել ենք ուսումնասիրել ընտրությունների ընթացքում կանանց ընտրական վարքը։
Երկու բաղադրիչի դեպքում էլ մենք ունեցել ենք բավականին հետաքրքիր արդյունքներ։ Առաջին տեղեկատվականի առումով մենք փորձել ենք իրազեկել հանրությանը կանանց մասնակցության մասին ընտրությունների ընթացքում, իսկ հետազոտությունը արդեն կարծես թե ամփոփել է ամբողջ այդ մեր դիտարկումները, որոնք արվել են ընտրությունների ժամանակ, եւ փորձել է օրինաչափություններ գտնել կանանց ընտրական վարքի հարցերում։ Ծրագիրը բաղկացած էր 3 բաղադրիչներից։ Առաջին կոմպոնենտը դա դիտորդների վերապատրաստումն էր եւ նրանց մասնակցության ապահովումը ընտրական գործընթացների ժամանակ ընտրվել են 45 հաշմանդամություն ունեցող անձինք, վերապատրաստվել են եւ իրականացրել են դիտորդական առաքելություն տեղական ընտրությունների ժամանակ, որտեղ Վանաձոր եւ Սպիտակ խոշորացված համայնքների ղեկավարներին էին կընտրում եւ ավականու անդամներին։ Հաջորդ բաղադրիչը աշխատանքներ տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ վերապատրաստեցին 310 հանձնաժողովի անդամներ, ովքեր մասնավորաբար տիրապետեցին, թե ինչպես պետք է վերաբերել հաշմանդամություն ունեցող անձանց հենց ընտրությունների ընտրական գործընթացների ժամանակ։ Երրորդ բաղադրիչը վերապատրաստումներ եւ ընտրական կարգերի ծանոթացումներ հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց ընտանիքների անդամների։ Ծրագրի ողջ ընթացքում գործել է թեժ գիծ, որը հատուկ այն հաշմանդամություն ունեցող անձանց եւ ծերերի համար էր, ովքեր չէին կարողանում տնից դուրս գան եւ 40 օր առաջ փակցված ցուցակներում չէին կարողանում ճշգրտել արդյոք իրենց անունը այնտեղ կա թե չէ, կամ որ ընտրատեղամաս պետք է իրենք գնան։ Մենք նաեւ ձայնագրել ենք խոսող գրքեր ույր ընտրողների համար։ Այս ծրագիրը ինձ ավելի շատ գիտելիքներ ա տվել ու ընտրական process-ի հետ կապված, իմ իրավունքների պաշտպանության հետ կապված, ես ինչպես կարող եմ ընտրել, ինչպես կարող եմ ասենք իմ ընտանիքի անդամի ընտրելու իրավունքը պաշտպանել, մի խոսքով ինձ շատ բան ա տվել այս ծրագիրը, եւ որպես դիտորդ, եւ որպես հասարակության անդամ։ Մարդը եթե օրենք չգիտի, ստիպված պետքա անի այնպես, ինչպես իրեն ասում։ Իսկ երբ որ օրենք ա իմանում մարդը, դա իր համար որպես հաղթաթուղթ է։ Շիրակի մարզում իրականացրել ենք դասընթաց աշխատաժողով։ Դասընթացը նպատակ ուներ հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկությունը բարձրացնելու եւ ինչպես նաեւ հզորացնելու, որպեսզի իրենք կարողանային հանդես գալ ոչ միայն որպես ընտրողներ, այլ նաեւ մասնակցել ընտրական տարբեր գործընթացներում։ Իրականացրել ենք աշխատաժողով, որի ընթացքում կազմել ենք համապարփակ առաջարկությունների փաթեթ, թե որոնք են հիմնական խոչընդոտները, խնդիրները հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքները խախտող եւ ինչ պետք է արվի այդ խնդիրները լուծելու համար։ Մշակվեց փաթեթ, որը կազմեցինք մենք հաշմանդամություն ունեցող անձիկս։ Դա շատ կարևոր է, որովհետև մենք ինքս խնդիրներին բախվող մարդիկ ենք։ Աշխատաժողովը ինձ նաև տվեց այն, որ ես կարողացա իմ տեղամասում եւ այլ տեղամասերում դիտել հենց խնդիրը եւ խնդիրը բարձրացնել, քանի որ մենք հաշմանդամություն ունեցող անձիկս իրավունք ունենք հասարակ Հայաստանի Հանրապետության ընտրական process-ում, դա շատ կարևոր է, որովհետև այսօր մեր ձայնը լսելի է դառնում հենց ընտրություն կատարելիս։ Ես կարծում եմ, որ ընտրություն կատարելիս արդեն դու քեզ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, լիարժեք մարդ ես զգում։ Ընդգրկվել է 50 ավագ դպրոց, առավելապես հանրապետության մարզերում, որովհետև դրանց ընդամենը 10-12%-ն է Երևանում, եւ դա հարուցել է ակտիվ մասնակցություն աշակերտության մեջ մարզերում։ Ծրագրին մասնակցել է 8500 աշակերտ եւ պատկերացրեք այդքան ընտանիք։ Շատ կարեւոր մի առաքելություն մենք փորձել ենք, որ նրանք հասցնեն աշակերտին, որ քվեարկելը դա ընտրության ձևն է, իսկ ընտրություն կատարելը կատարվում է մտքում։ Աշակերտն ինքը պետք է որոշի, որ ոչ թե այս մեկին կամ այն մեկին եմ ընտրում, այլ այս կամ այն ծրագիրը, այս կամ այն գաղափարը ընտրելով ես այսպիսով մասնակցում եմ երկրի կառավարմանը։ Թե երեխաների, թե ուսուցիչների շրջանում ծրագիրը մեծ ոգևորությամբ է ընդունվում։ Պատճառը երևի թե այն է, որ բացի տեսական գիտելիքներ հաղորդելուց մենք հաղորդում ենք նաև գործնական գիտելիքներ, երեխաները շփվում են միմյանց հետ, խոսում են ինչպես խոսքի կուլտուրան, այնպես էլ արտահայտվելու, հանդուրժելու մշակույթ են ձևավորում եւ իհարկե անմիջական մասնակիցն են դառնում ընտրական գործընթացների, որոնց մասին միայն լսել էին։ Այս ծրագիրը աշակերտներին սովորեցրեց որպես առաջին ընտրող
ինչ պետք է անել, ծանոթացրեցին օրենսդրությանը եւ շատ հետաքրքիր անցավ դպրոցներում, հատկապես աշակերտները շատ բուրըն կերպով մասնակցեցին ընտրություններին, եղան դեբատներ, բանավեճ, լրագրողները, աշակերտները ընտրվել էին որպես լրագրող, շատ հետաքրքիր անցավ։ Շատ կարևոր բաղադրիչ է քաղաքականությունների մշակման վրա ազդեցություն ունենալը եւ շահերի պաշտպանություն իրականացնելը։ Դրանք կլինեն կանանց մասնակցության խթանման վերաբերյալ ընտրությունների ժամանակ բնապահպանական մոտեցումների ներդրման, ինչպես նաև խոցելի խմբերի ներգրավվածության խթանման վերաբերյալ։ Հետազոտությունները դառնալու են հիմք քաղաքականությունների առաջարկությունների ներկայացման համար։ Զեկույցներ են պատրաստվում, որոնք որ պիտի ներկայացվեն քաղաքականությունների մշակողներին փաստահեն տվյալների հիման վրա։ Փորձել ենք համեմատել կանանց ընտրական վարքի եւ տղամարդկանց ընտրական վարքի առանձնահատկությունները, ինչպես նաև ցույց տալ կանանց տղամարդկանց նախապատվությունների հարցում տարբերությունները ընտրողների նկատի ունեմ։ Դիտորդական առաքելությունը համեմատել տալիս ընտրական օրենսդրության եւ պրակտիկայի խնդիրները բացահայտել ու դրանց հետ կապված շատագործության էլ փոփոխությունների մասով։ Ու իհարկե մեր կազմակերպությունը փաստացի եւ իրազեկ քաղաքացիների միավորումը շատ կարեւոր դեր են ունեցել ընտրական բարեփոխումներում, որ վերջին տարիներին կատարվեց։ Կարծում եմ, որ սա հենց ուղղակի այս դիտորդական առաքելությունների արդյունքն էր։ Ընտրությունները ուղղակիորեն անմիջականորեն կապված են շրջակա միջավայրի հետ, խոսքը գնում է թափոնների գեներացման առաջացման մասին։ Ծրագրի շրջանակներում մենք ուսումնասիրում ենք միջազգային փորձը, Գերմանիա, Ճապոնիա եւ առաջատար այլ երկրների միջազգային փորձը, թե այնտեղ ընտրությունների ժամանակ ինչ գործիքներ է օգտագործվում թափոնների կայուն կառավարման համար։ Համապատասխան գերատեսչությունների ներկայացնում ենք որոշակի քաղաքականություն, ինչպես նաև այդ ուսումնասիրությունները, որոնք իրենք կարող են օգտագործել հետագայում ընտրությունների ժամանակ նվազեցնելու, վերաօգտագործելու կամ վերամշակելու առաջացրած թափոնները։ Բավականին բարձր արդյունավետությամբ իրականացվել է ծրագիրը եւ դրա առհավատչյան եղել է մեր գործընկերությունը, որը որ հիմքում է եղել ծրագրի մշակման փուլից սկսած եւ նաեւ իրականացման եւ հետո ամփոփման փուլում եւ այն կազմակերպությունները, որոնք որ ընդգրկված են կոնսորցիումում, իրենց ուրույն փորձառությունը եւ գիտելիքն են բերել փակելու այն բացերը, որոնք որ կան ոլորտում։ Այս մեկ տարվա ընթացքում են արդյունքները, ինչին որ հասել ենք, իրենք բավականին շոշափելի են եւ ունեն նաեւ հետագայում բազմարկվելու էֆեկտ։